նորություններ կան Շիրազի տուն-թանգարանում։ Ուրեմն բացի նրանից, որ մենք զբաղված ենք տարբեր միջոցառումներով, դպրոցներին սպասարկելով, թե աբոնեմենտային ծրագրով, թե տարբեր կրթական ծրագրեր, նախագծային ծրագրեր եւ այլ միջոցառումներ իրականացնելով, մենք զբաղված ենք նաեւ մեր բուն գործունեությամբ, թանգարանին առաջին հերթին նաեւ հանրաճանաչ է դարձնում նրա նմուշները, ձեռքբերումները, առարկաները եւ այո, մենք ձեռքբերումներ ենք ունեցել այդ նախորդ տարվա ընթացքում, 24 թվականի ընթացքում, թե ցերագրեր, թե նկարներ եւ ամենակարևորը դրանցից Շիրազի մահադիմակն էր։ Մահադիմակը նվիրել է նկարիչ Էդվարդ Սեթրակյանը, խորի շնորհակալություն նրանից առիթից օգտվելով եւ քանի որ մեր ցուցադրությունը հարուստ ստացավ Շիրազի մահադիմակով, ինչը շատ քիչ է, մեր հայ մեծերի շատ քչերն ունեն մահադիմակ, այնպես որ սա կարևոր լուրջ ձեռքբերում էր թանգարանի համար։ Ունեցել ենք նաեւ էլի նշանավոր մարդկանց նվիրատվություններ, օրինակ այստեղ ցուցադրության է դրված Դանտեականի բաժնում ցուցադրության է դրված Սիլվարդ Մեսրոպյանի վաստակավոր արտիստի շնորհակալագիրը, ինչով է Սիլվարդ Մեսրոպյանը հռչակված թերևս կենտանության օրոք ինքը Շիրազին միշտ ուղեկցել է եւ մինչեւ Դանտեականը տպվելը, լույս տեսնելը նա իր ասմունքով, հիասքանչ ասմունքով շուրջ 20 տարի կարելի ասել հրապարակայնացրել է այդ Շիրազի արգելված ստեղծագործությունը եւ նրա դուստրը, որը եւս ասմունքող է, Նունե Ավետիսյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ հաղորդաշար է վարում հեղինակային Բարև հաղորդաշարը, իրենք այցելեցին մեր թանգարան եւ այս նմուշները, այս իրենց տան, իրենց անձնական ուրեմն մասունքներից իր մորից մնացած հասցրանք նվիրեցին թանգարանին, ինչի համար եւս շնորհակալություն։ Էլի ունենք ձեռքբերումներ Գառնիկ Հովանեսյան Վարդանի որդին է, Հովանեսյան Վարդանը եւս եղել է ասմունքող, էլի Շիրազի գործերից բավականին շատ տարածել է իր ասմունքով եւ Շիրազը նրան համարել է իր ռադիոն, այսպես ասած, որ այդքան տարածել է Շիրազի ստեղծագործությունները եւ նրա որդին Գառնիկ Հովանեսյանը ռեժիսոր է, դարձյալ ԱՄՆ-ում է բնակվում, Ամերիկա բնակ, բայց բերեց եւ մեր թանգարանին հանձնեց ուրեմն իր բեմադրած Տիգրան Մեծի վիշտը ներկայացման կադրերից, լուսանկարներից եւ նկարներ նաեւ իր հոր հետ, այսինքն Վարդան Հովանեսյանի հետ Շիրազը։ Ահա այդպիսի թանկարժեք ձեռքբերումներ ենք ունեցել, նաեւ նշեմ, որ այդ լուսանկարների հետևի կողմում կան նաեւ Շիրազի մակագրությունները, ընծայագրերը, այսպիսով նաեւ մենք ձեռք բերեցինք Շիրազի ձեռագրերը կարելի ասել։ Այցելուների թիվն էլ չէ շատացել է։ Այո, դրականաբար շատ այցելուներ ենք ունեցել, ինչպես նշեցի, աբոնեմենտային ծրագիրը շատ խրախուսելի ծրագիր է, ողջունելի ծրագիր է, որովհետև տարբեր մարզերից են գալիս, մեր քաղաքի աշակերտները, բնակչությունը ճիշտ է գալիս է, բայց այդքան շատ չէ, հիմնական այցելուները մեր թանգարանի, հատկապես դպրոցահասակ տարիքի մասին է խոսքը, հիմնականում համալրվում է մարզերից, գալիս են մեր քաղաքին են ծանոթանում, թանգարանին են ծանոթանում ու հատկապես իրենց նախագծային աշխատանքներն են այստեղ իրականացնում, սա եւս շատ խրախուսելի է, որ անպայման ուսուցիչները ցանկանում են նախագծային աշխատանքները, ասենք գրականության հետ կապված, Շիրազի հետ կապված, գան անպայման թանգարանում ինչ որ կերպ առնչվեն Շիրազին։ Իսկ դրսից օտարերկրացիները հետաքրքրություն ցուցաբերում են, թե սփյուռքահայերն են հիմնականում։ Այո, հիմնականում ճիշտ նկատեցիք, սփյուռքահայերն են, որովհետև դե հայտնի է, որ Շիրազը սփյուռքի падգամախոս է, այդպես են նաև նրան կոչվում։ Այո, սփյուռքահայերը շահագրգռված են եւ գալիս են Հայաստան, անպայման ցանկանում են այցելել թանգարան, բայց օտարազգիները քիչ են, օտարազգի այցելուներ քիչ ունենք, դե պատճառը երևի այն է, որ չեն ճանաչում Շիրազին որպես գրող, մեր հայ գրողներին այդքան էլ չեն ճանաչում իրենք, ըստ այդմ էլ, բայց այնուամենայնիվ Շիրազը գործեր ունի, որ համաշխարհային գրականության գոհարներ են համարվում, բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց կարծիքներ կան իր ստեղծագործությունների հանդեպ, հատկապես ստեղծագործությունների մասին, հատկապես բիբլիագանի մասին, էքսպրոմպտի մասին, Դանտեականի մասին, այնպես որ օտարազգիները եթե իրենց լեզվով, անգլերենով, ֆրանսերենով 50-58 լեզուներով Շիրազը թարգմանված է, եթե մի փոքր մինչև մեր քաղաք այցելել այլ փորձեն ծանոթանալ, թե ուր են գալիս,
տուն քաղաքն են գալիս, ըստ այդմ ավելի շատ կլինեն մեր այցելուները։ Ամեն դեպքում տուն թանգարանի շենքը շատ գրավիչ է։ Գրավիչ է, այո, հիմնականում իրենք գալիս փագում շրջում դուրս են գալիս։ Այո, շենքը շատ գեղեցիկ է, իրենց համար դա չտեսնված բան է այդ ժամանակաշրջանի համար, այսպիսի հուշարձան շենք ունենալը իրոք որ շատ գրավիչ եւ հյուրընկալ շենք է։ Մահա դիմակը ցույց կտակ։ Սա է մահատիմագը, իմիջիալոց նվիրատուն Ռաֆիկ Խաչատրյանը, հեղինակն է Ռաֆիկ Խաչատրյանը, պարզապես Ռաֆիկ Խաչատրյանն այլևս ողջ չէ, ինքը մինչ այդ մահանալը մահատիմագը նվիրած է եղել Էդվարդ Ցեքրալյանին, նկարիչ, եւ մեզ հանձնեց Էդվարդ Ցեքրալյանը, բայց անմիջապես հիվանդանոց գնաց է եւ մահատիմագը կերտել է Ռաֆիկ Խաչատրյան նկարիչ